Պարոն վարչապետ, արդեն 5 ամիս է պաշտոնավարում եք վարչապետի պաշտոնում եւ ճիշտ ասած դեռևս չեմ լսել ձեր կարծիքը հասարակության շրջանում մեր դժգոհություն առաջացրած սուտակային կենսաթոշակային համակարգերում պարտադիր է բաղադրիչի ավելացման մասին, որը հիմնականում տարածվում է երիտասարդների վրա, այսինքն 74 թվականից վերև ծնվածների վրա։ Որ թվականից վերև? 74։ Այո։ 2018 թվականի հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչ կիրառվել է նաև մասնավոր սեկտորի աշխատողների համար։ Ցանկանում լսել արդյոք փոփոխություններ նախատեսվում են օրենքում, թե այնուամենայնիվ օրենքը ուժի նշում է։ Շնորհակալություն։ Ես այս պահին ուղղակի պատրաստ չեմ, որպեսզի մասնագիտորեն պատասխանեմ, բայց մի քանի, չգիտեմ, հայտանիշներ, որի շուրջը կկառուցեմ իմ պատասխանը։ Մենք ունենք խիստ անհրաժեշտություն, ինչպես ասեցի, բավականին բաներ վերանայելու։ Այս պահին կենսաթոշակային ֆոնդի վերաբերյալ թույլ տվեք չպատասխանեմ, ուղղակի պատկերացումս ձևավորված չի։ Բայց մեկ օրինակի վրա բերեմ ստրատեգիական նախաձեռնությունների կենտրոնը, որը որ մենք ստեղծում ենք, այնտեղ մի քանի ռազմավարություն կա, որը մենք դրել ենք մեզ համար առաջնային, մասնավորապես հարկային եւ մաքսային օրենսդրությունը, եւ դուք գիտեք, մենք հարկային օրենսգիրքը հարկայինը ընդունել ենք հոկտեմբերին թե նոյեմբերին, որը բավականին մեծ դժգոհություն է առաջացրել մեր քաղաքացիների կողմից, մանավանդ սպիտակ դաշտում աշխատող բիզնեսի կողմից, որ դուք ռեգուլար մեր բեռը բարձրացնում եք, ստվերի հետ չեք կարող աշխատել, մենք մեղավոր ենք, որ մտել ենք սպիտակ դաշտ եւ այլն եւ այլն։ Մոտրապես խնդիրը նման է, այդ իսկ պատճառով եւ մենք դրել ենք մեր արժեվ խնդիր այնտեղ բարեփոխումներ անելու, բայց դա եղել է նաեւ պահանջ այն կառույցներից, որոնք որ ֆինանսավորում են դեֆիցիտը մեր բյուջեի, որ դուք պետք է հստակ ցույց ձեր մուտքերը։ Մենք դրա վերաբերյալ կարձագանքենք եւ դուք կարող եք նույնիսկ այդ նախաձեռնությամբ դուրս գալ մեր ստրատեգիական նախաձեռնությունների կենտրոն, չգիտեմ, իրանք արդեն ունեն ձևավորված տեսլական ինչ են անելու, բայց տվեք ձեր առաջարկները։ Բայց կենսաթոշակային հիմնադրամի հետ կապված մենք հետեւյալ բանն ենք անում եւ բառացիորեն եմ վաղը կարծեմ իմ մոտ խորհրդակցություններ լինելու, գիտեք, որ մենք ստեղծում ենք ֆոնդ գումարի զարգացման, հիմա այդ գումարի զարգացման ֆոնդը մի քիչ ուզում ենք մեծացնել Երևանն ու Վանաձորը մեջը մտցնել, որպեսզի այդ զբոսաշրջության հետ կապված խնդիրներ լուծել, բավականին հետաքրքիր փուլ է հավաքվելու ինվեստիցիաների եւ կենսաթոշակային ֆոնդում կուտակված գումարները մենք փորձելու ենք աշխատացնել մեր երկրի ներսում։ Կապիտալի շուկայի բոլոր կանոններով, արժեթղթերի բոլոր կանոններով եւ այլն։ Իսկ դրա վերաբերյալ տղաները կկապնվեն, դուք մեր ստրատեգիական նախաձեռնությունների կենտրոնի հետ խոսեք։ Չեմ տեսնում։ Բարև ձեզ։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ Պետրոսյան Դավիթ։ Շնորհակալություն եմ հնարավորություն համարելու համար։ Ես ցանկանում հասարակական մի կարևոր խնդիր կապված, ես ցանկանում լսել ձեր տեսակետը, եթե հնարավոր է նաև առաջարկի լուծում։ Ուրեմն մեր ռեգլի հարցողության մինչ այս եղել է բարեկամքի դրսևորում եւ բաց առաջադիմություն ունեցող ուսանողները սխալվել են եւ ստացել որոշակի զերծ։ Այժմ որոշակի ֆինանսական խնդիրներ կան։ Այդ թուղթը կտակ որ տեսնեմ ինչ է գրել։ Տեսողությունս էլ է կառավարությունում վատացել։ Ահա, բարձր առաջադիմության զերծի վերականգնում։ Այժմ իրականացվելու խորհրդավորում կոնկրետ վարչությունի դեր է հատկացնում, բայց այն ժամանակ իր վարչությունից դրամով սահմանափակում չի եղել եւ փորձությունից հետո պատմիկով որոշում ընդունել է, այդ ժամանակ ավելի քիչ մարդիկ եղել, իսկ այժմ գերազանցիկների թիվը ուղղակի շատացել է։ Այսինքն որ այս թուղթը ունի գերազանցիկ, հա։ Մարդիկ կան, գերազանցի մոտավորապես մեր ֆակուլտետի նվազել 2000 ուսանող ունենք, մենք ավել մոտավորապես 500 հոգի ունեն բարձր առաջադիմություն։ Բայց այժմ խորհրդավորման արդյունքում 51 դեր է հատկացվելու, ու սա ուղղակի կապուսան համալսարանական խնդիր չէ, մենք միշտ համալսարանի լավերաբերում։ Շատ լավ։ Գևորգ, մենք ունենք տեսակետ այդ հարցի շուրջ։ Եկեք սենց, մենք ձեզ 5 օրվա մեջ պատասխանենք, որ ինչպես ենք նայում։ Տեսեք, շարգրգված եմ ես, որպեսզի մեր լավ սովորող երեխաները արտոնություններ ստանան, կներեք երեխա բարի գործընկերները, միանշանակ այո։ Հնարավորություն ունի մեր բյուջեն թե չէ, բազային սահմանափակ է, բայց մոտիվացնենք դա միանշանակ այո,
ոնց մենք մտածենք ձեզ ասենք։ Ընդունելի է։ Կարող ես ասել։ Իհարկե։ Այս համալսարան ուսանողների ֆոկալուս է, ու մենք գիտենք, որ համալսարանի գլխավոր նպատակը կապիտալ խթանումն է, ու մենք ասում կարելի է հասցնել ավարտի ուշադրություն դարձնել ու ֆինանսական հատկացումների կապված ցանկալի խնդիրներից մեկն է, որ շեշտանում եւ սրա վրա դեպքի առ։ Ինչպես ձեզ կարող եմ դիմել։ Իմ անունը Դավիթ։ Դավիթ ջան։ Տեսեք, մենք երբ որ խոսում ենք կիրթ համակարգ ինտելեկտուալ երկիր, պարզ է, չէ, մենք պետք է անպատճառ սովորող մարդուն մոտիվացնենք։ Ինչպես նաև մենք ասում ենք ստվերը վերածենք սպիտակ դաշտ, մենք եթե նկատել եք 3 օրինապահ հարկատուների ռանգավորում ենք մտցրել, որով որ այս օրինապահ մեր վճարողները բանկային համակարգում ունենալու են զեղչեր։ Հավաստիացնում եմ ձեզ, որ մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի բարձր առաջադիմության ուսանողները իրենց զգան մեր վերաբերմունքը։ Այս պահին վերաբերմունքի չափը, ձևը չեմ ձևակերպի, բայց մոտ օրերս մենք կձևակերպենք։